այսպեսի շատ պարզ միտք, որը պետք է որպես աքսիոմ ընդունել, հետո մնացածը։ Որքան Իրանի հարաբերությունները լավ են Արևմուտքի եւ Իսրայելի հետ, այնքան Ադրբեջանի գինը ընկնում է։ Մենք դրա մասին շատ ենք խոսել։ Որքան վատ են հարաբերությունները, Ադրբեջանի գինը բարձրանում է։ Եվ մենք հիմա ականատես ենք լինում տեսական դրույթը պրակտիկ։ Ադրբեջանը դեռել է մի երկիր, որտեղ Իրանը գալիս համոզում է, ասում է, դե մենք եղբայր ենք, ես ենք, Փեզեշքյանը դեմոնստրատիվ ադրբեջաներն է խոսում Բաքվի քաղաքապետի հետ, իր մայրենի լեզուն է, իր հայրը ադրբեջանցի է, մայրը քուրդ, եւ ինքը երկու լեզուներին է, բացի պարսկերենից տիրապետում է, բավական լավ, եւ խոսում են, եւ այսինքն նույն ժամանակ 5 օրով գալիս է Նետանյահուն, այսինքն կատարվել է Ադրբեջանի երազանքը, որ Իրանի դեմ հարվածը այնքան ակտուալ է ու այնքան տեսանելի է, որ իր գինը հասել է երկինքի։ Եթե դա Աստված, իհարկե չեն կարող երաշխավորել, բայց Թրամփի ադմինիստրացիայի բանակցությունները, որը որքան հասկանալու են պրո-իսրայելական շրջանակները, նույնիսկ Ամերիկայում ամեն ինչ անելու են, որպեսզի տապալվի։ Միայն մնում է, որ Իրանի մոլլաները, այաթոլլաները ավելի իրենց հիմարությամբ չգերազանցեն այդ ջանքերը եւ իրենք չտապալեն գոնե։ Տեսնենք ինչ կլինի։ Դե զգուշ են դեռ։ Հա, դե փառք Աստծո։ Բավականին զգուշ են, բայց Նետանյահուն պարզ ասաց, ես դեմ եմ այդ բանակցությունների։ Միշտ է եղել դա։ Բանակցային ճանապարհով հարցի լուծմանը։ Նաև Թրամփի առաջի կառավարման բոլոր Նետանյահուն եւ իր քաղաքական ուժերը, այդ ուլտրա աչ եւ էքսպանսիոնիստական դեմ են եղել միշտ 10 տարի առաջ էլ, հիմա էլ վաղնել դեմ կլինեն, բայց 10 տարի առաջ Իրանի դեմ պատերազմը այդքան ակտուալ թեմա չէր, հիմա դա է փոփոխությունը։ Հիմա նայեք Ադրբեջանի գինը այդ հնարավոր պատերազմի ֆոնին հիմա շատ բարձրանում է։ Այստեղ կարող ենք համար մեկ դուժողները լինենք մենք հայերս, որովհետև երբ որ ինքը գին պահանջի, կապ չունի Իրանից, Իսրայելից, Թուրքիայից, որ կողմից։ Այդ գինը անպայման ներառելու է Հայաստանի հանդեպ իր պլանների իրականացմանը գոնե չխանգարել։ Գոնե չխանգարել։ Իրանի դեպքում չխանգարել է, Իսրայելի դեպքում աջակցել։ Իսկ Հնդկաստանի դեպքում, որը պատերազմից 5 րոպե առաջ է։ Խնդիրն է, որ Հնդկաստանը կարող է պարզապես Հարավային Կովկասի երկրորդական այդ պահին թվա։ Հենց այդ։ Այսինքն ինքը դուս եկած։ Այս պահին աստեղային ժամն է, այսպես ասենք, ինքը աստեղային ժամի նախասպասումով է ապրում Ալիևը։ Կարող է տապալվել եւ չստացվել, բայց կարող է եւ ստացվել։ Լավագույն տարբերակը իր համար դա պատերազմ, տապալումն է բանակցությունների։ Իրանի հակա-արևմուտք եւ հակա-իսրայել դերի մեջ մնալն է։ Դու պարտադիր չի, որ Իրանը դառնա արևմուտք, բայց պարտադիր էլ չէր, որ նա լիներ հակա-արևմուտք։ Դա դերի մեջ մնալն է եւ որ Հնդկաստանը խաղից դուրս գալն է գոնե ժամանակավորապես, որովհետեւ Հնդկաստանը պարզ պրիմիտիվ Հայաստանի համար մեկ զենքի մատակարարողն է այսօր։ Պարզ պետք չի ռազմավարական թվեր, փաստեր, զենքի տեսակներ։ Եվ այս առումով Ադրբեջանի համար շատ այսպես սպասումներով լի ժամանակ է։ Նույնիսկ երևի ավելի քան 44 օրյա պատերազմի նախորդին։ Իսկ հաշվի առնելով Փաշինյանի կառավարության որակները, իրենք նույնիսկ երևի պլանավորում են ստանալ ամեն ինչ, ինչ ուզում են առանց պատերազմի, պարզապես։ Ադրբեջանը որպեսզի ստանա։ Այո, որպեսզի փաստի տակ դնել, որ այստեղ դուք ոչ մի շանս չունեք, Հնդկաստանում պատերազմ է, Իրանը չկա, զբաղված է, Ամերիկայի հետ հարաբերություններ չեք կարողացել կառուցել դեռ, եվրոպացիներն էլ դե կարող են անել, ինչ կարող են անել, ավելին չեն կարող։ Հա, Ռուսաստանն էլ 100% մեր կողմից։ Ադրբեջանն է ասում։ Կարող է ասել։ Այ իրենք այդ դրա սպասումով են, որ նույնիսկ կարիք չլինի զինված ինչ-որ գործով երկրորդ անգամ վատամա։ Կարծում եք արդյոք այդ մայիսի 9-ը դրանով է հենց պայմանավորված, ճշտում են, այսպես կողմներ ասում, ժամացույցն ենք, սլաքները ճշտում ենք։ Ալիևը եւ Փաշինյանը գնում են ճշտելու Պուտինի հետ սլաքները իրենց ժամացույցների։ Ուրեմն Փաշինյանը
Պուտինի հետ համապատասխանեցնելու հա, այսպես ասած։ ուրեմն որքան շատ այդ ժամացույցը համապատասխանեցնի, այդ ժամացույցը 100 տարի համաշխարհային ընթացքից հետ է ընկած բոլոր դեպքերում։ Չէ, ինքը կարող է օրվա ժամը ճիշտ ցույց տալ 6:10, բայց դա ասենք 1887 թվականի մայիսի 1-ի 6:10-ն է։ Ուրեմն եթե մենք ուզում ենք այս մղձավանջից դուրս գալ, ուրեմն պետք է լրջանալ, առաջին հերթին ինչը պետք է անել, շատ բարդ խաղ իրեն թույլ տալ չի կարող Հայաստանը, որովհետև բարդ համակարգերում, դա կիբեռնետիկայի օրենք է, դու չես կարող շատ ավելի բարդ համակարգեր կառավարել, քան դու ես։ Հայաստանը այնպես մի երկիր, որ ասֆալտ չի կարողանում, գցի նորմալ, մանկապարտեզ չի կարողանում սարքի որակյալ։ Եվ ներողություն եւ երբ որ իրան այդ մասին ասում են ձեռքերն է առաջ վրթովում է, հա, այսպես ասենք, ձեռնակռվի մեջ է մտնում։ Հա, այդ երկիրը չի կարող այդպեսի բարդ process-ների մեջ մտնի։ Ուրեմն օկամի սայրով պետք է հանել այն ուղղությունները գործունեության, որոնք մեկ է անպտուղ են։ Ռուսաստանի հետ որևէ լեզու գտնելը, մերձենալը եւ այլն, որևէ բան Հայաստանին չի տալու։ Որևէ կերպ մեզ չի փրկելու հնարավոր արհավիրքներից։ Գնաս մայիսի 9-ին ամբողջ աշխարհի առջև խայտարակ լինես, նվաստանաս ու հանդես գաս, հետո երբ է Հայաստանը իր դիրքը դնողի դերում եղել Ռուսաստանի հարաբերությունում վերջի 30 տարում։ Այդպեսի կարող է էպիզոդներ հիշենք, ես էլ հիմա եթե շատ Դե ասում է օրինակ Սյունիքում FSB-ն չպետք է կանգնի, մենք պետք է սուվերենությունը պահպանենք։ Գոնե դա կարող ենք հիմա հիշել այս կոնտեքստում։ Ուրեմն լավագույն խնդիրը այնպես անել, որպեսզի Ռուսաստանը չկարողանա ազդել այդ խնդրի վրա։ Պարզ է, չէ՞ որ Միչանսկը ուզում է Ռուսաստանը, ակնհայտ է, չէ՞ որ Միչանսկը Ռուսաստանը ուզում է։ Պետք է այնպես անել, որպեսզի ցանկությունները իրականանալի չլինեն։ Շատ պարզ։ Այն պլանը, որ հիմա բավական մեծ փոփոխություններ է, որ հիմա դրված է սեղանին Ուկրաինայի բանակցությունը, ամենագլխավոր կետը այն է, որ Ուկրաինան, Եվրոպայի եւ ինչ որտեղ Ամերիկայի օգնությամբ, Եվրոպայի ոչ միայն Եվրամիության, այլ նաեւ Բրիտանիայի, Նորվեգիայի օգնությամբ դառնալու է սուպեր ռազմական երկիր։ Ինչու, որպեսի վաղը, եթե Ռուսաստանը ուզի պատերազմ սկսել, չսկսի։ Այսինքն լավագույն ձևը կոնֆլիկտային իրավիճակներում Ռուսաստանի հետ լեզու գտնելու կա երկու սցենար։ Կա մեր քաղաքական էլիտայի մեծ մասի, ինչալցում են օբյեկտիվ լինենք, միայն քալիստների չէ, մեծ մասի։ Սցենարը, որ եթե ռուսը ասում է սիձեց պետք է նստել, ես ասում եմ լիժած պետք է պարկել, վերջ։ Ռուսի հետ այլ կերպ չի կարելի։ Ըստ որում շատ ես եթե նկատել եք նման կարծիքներ արտահայտողները կարող են երդվել, որ իրենք ձեզնից ավելի ռուսներին չեն սիրում։ Բայց ինչ անենք, իրենք այդպեսին են։ Սա մի մոտեցումն է, երկրորդը ինչ որ եւ Ուկրաինայում մեզ ուզում անեն, որ չհամարձակվի հարձակվել։ Ֆինլանդիան ինչի ՆԱՏՕ մտավ, որպեսզի Ռուսաստանը չհամարձակվի հարձակվել եւ հարցեր լուծել։ Չհամարձակվի Էստոնիայի վրա հարձակվել։ Նաև որտեղ դա ուղղակի խփում է բացին այս որ դրանք շատ մոտ ժողովուրդներ են։ Լեզվով, մշակույթով, պատմությամբ դա ուղղակի այսպես նայում ես արդեն դեպի Ֆինլանդիա։ Հիմա նույնը մեզ է վերաբերում, երբ որ դուք ասում եք ժամացույցը, բան լավագույն ձևը ռուսների հարցը լուծելու ոչ թե այն ինչ որ ինքը դեմագոգիկ պատասխան տվեց էստոնացի լրագրողին, խզելով, ասում խզես հարաբերություն Ռուսաստանի հետ։ Ինչու օգտագործես դա, չէր հասկանում, որ այդպես ճիշտ չի ձևակերպում տալը։ Մարդը 7 տարի։ Երբ որ ասում ես չես խզում, նշանակում է խզում ես։ 7 կասկածի տակ է դրված դա։ 7 տարի այդ մարդը սովորել է, որ իր դեմագոգիան երկրի ներսում ուտող կա։ Հիմա քիչ մարդ է ուտում, ժամանակին շատ հոց զանգված է։ Այդ մարդը գիտի դա այդ միշտ անցնելու է։ Որ էստոնացի լրագրողը շատ մտածված, ես կասեի խորամանկ, սադրիչ կարելի ասել, սադրիչ հարց է տալիս, բայց շատ լավ կազմակերպված եւ մտածված, իսինքն կարող է զբաղվել այնպեսի դեմագոգիա եւ ասում, այսինքն 10 երկիր մասնակցելու է եւ 180 երկիր չի գնալու, դրանք բոլորը խզում են Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այսինքն դա աբսուրդային պատասխան է, բայց ինքը քանի որ երկրի ներսում այդպես կպատասխաներ ու մի
10-15 ԶԼՄ կա Հայաստանում, որ կգրենք, տեսնում եք մեր Չի խզում։ Դա բացի դրանից մեր վարչապետը ինչ հանճարեղ գիտի կանցնի իրենք ԿՊ-ի կառավարման մեջ եւ ստացած ձայների մեջ խնդիր չեն տեսնում։ Թե չեք ասեին, ինչպես Մոլդովայում, ամեն ինչ կանենք, որպեսի սանդում պարտվի, իմչալուց նույն մարդիկ, ովքեր նշանակված են պատասխանատու Հայաստանի հետ աշխատելու, նույն մարդիկ պատասխանատու են Մոլդովայի հետ աշխատելու։ Եվ մենք կարող ենք զուգահեռներ բերել արդեն, որտեղ նույն կաբինետներում է այդ քաղաքականությունը վարվում։ Ուրեմն Մոլդովայում ասում են սանդույն ձայն չտակ, քխ, կտակ սրան, պուպուշ, չէ՞։ Բայց ինչի Հայաստանում ասեն էլեկտորալ չի լինելու։ Նշանակում է անգամ եթե ԿՊ-ն հաղթի 26 թվականի ընտրությունում ինչ որ մի հրաշագործ ձևով հաղթի, այո թող հաղթի։ Մենք ԿՊ-ում խնդիր չեն տեսնում։ Իրենք տեսնում են հանրային կարծիքի մեջ խնդիրը։ Իրենք տեսնում են այն 60%-ի մեջ համարյա, որոնք կողմ են եվրոինտեգրացիային։ Իրենք տեսնում են վերլուծաբանների մեջ խնդիրը։ Իրենք տեսնեն որոշ ԶԼՄ-ների, որոշ քաղաքական խմբակների, այդտեղ են տեսնում խնդիրը։ Իրենք չեն պայքարելու Փաշինյանի դեմ։ Լավ, Վրաստանում իրենք ունեցան այդ խնդիրը, ինչու իրենց համար դա տենց մեծ խնդրեմ չի, ինչու եք համարում, որ մեզ մոտ պետք է լինի։ Հենա նույն Վրաստանում եւ ժողովուրդն է դուրս փողոցում չի ուզում, ընդվզում է։ Բայց նրանք որոշել են մեր հանրության հետ աշխատել։ Շատ լավ օրինակ է։ Շատ լավ օրինակ է։ Այսինքն Իվանիշվիլին կարողացավ կոտրել կամքը, արհամարել կամքը վրացի ժողովրդի, վրաց ժողովրդի, զորբայությամբ եւ վտրակեղծիքով պայել իշխանությունը, ռուսները փաստորեն դրան աջակցեցին։ Եվ փաստորեն որքան շատ մարդ աջակցեց Իվանիշվիլիին, այնքան այդ սցենարը ավելի հեշտ էր իրականացնել։ Եթե Իվանիշվիլին ասենք կեղծեց X քանակությամբ ձայն, 2x-ը խնդիր կլներ, 3x-ը անհնար։ Հիմա իրենց պետք է այնպես փոխել մարդկանց գիտակցությունը, որպեսզի բռնության կարիքը հասցվի նվազագույնի։ Դա մարդասիրությունից չի։ Ինչու՞, ես էլ ուզում եմ։ Դա պարզապես ռացիոնալ մոտեցում է, որովհետև եթե մարտի 1 լինի Հայաստանում կամ ավելի վատ բան եւ այլն, այդ մարտի 1 ոչ լեգիտիմ կլինի, հա։ Հայաստանը այդ մարտի 1-ի տակից 10 տարի չկարողացավ դուրս գալ։ Իսկ իրենց ինչի համար, եթե կարելի է փորձ անել առնվազն, որպեսզի չկրկնվի, պարզ ասենք, չկրկնվի Վրաստանի իրենց, ասենք, դեմ այդքան հակա-PR ասեն, մեղմ ասեն։ Դրա համար ակնհայտ է, որ իրենք ասում են, որ մենք չենք աշխատելու Փաշինյան, օրինակ, եթե ԿՊ-ում, եթե կան մարդիկ, որոնք ունեն համեմատաբար արմատամետի համբավ, այ կետային իրենց դեմ աշխատեն։ Բայց ԿՊ-ում 10 անգամ ավելի շատ կար մարդիկ, որոնք ոչ համբավ ունեն արմատամետի։ Լավ, հիմա ինչ դեսանտ է սպասվում, ինչ է սպասվում Հայաստանում այդ ինֆորմացիոն ներազդելու անվան տակ։ Ես չեմ զարմանա, եթե նոր ալիքներ ստեղծվեն կամ հին ալիքները գնվեն նոր տերի եւ նոր ֆինանսավորում ստանան։ Փող են ներդնելու։ Այո, բլոգերներ, ակցիաներ, գրանտեր, որտեվ Ամերիկան դուրս գալով այդ գրանտային դաշտից մեծ տեղ բացեց Ռուսաստանի եւ Չինաստանի համար։ Եվ Չինաստանը եւ Ռուսաստանը այդ շուկան լցնելու են։ Իրենք ռուսները ընդհանրապես իրենց ամենամեծ թուլությունը դա soft power-ի փափուկ ուժի թեր գնահատումն է։ Նրանք փող չեն սիրում ծախսել։ Չէ, բացի դրանից, իրենք մտածում են, եթե կարելի է մարդուն ծեծելով ստիպել մի բան անել, ինչի համոզել։ Դրանով սպիտակ եվրոպացի մարդկանցից սպիտակ եվրոպացի ռուսները արտաքնապես նույնն լինելով տարբերվում են, իրար չեն հասկանում։ Նայում են, նման են իրար, խոսում են, ասում տարբեր մոլորակներից են։ Որտեվ սրանք ասում են, կարաս տպես, կարաս պիստոլը դնես երեխու գլխին, կանի։ Ինչ կարիք կա։ Փող ծախսել, համոզել, ինչ որ բան անել։ Հիմա իրենք սկսել են հասկանալ, որ առանց soft power-ի կիրառման այդպես չի լինի։ Եվ իրենք փորձել են soft power-ի նաև ուժեր կիրառել։ Իրենց ըստ որում ես ձեզ ասեմ, ռուսատիացությունը հանկարծ չխափնվենք այդ կեռիկի վրա չընկնենք, չափորոշիչ չէ։ Այստեղ կարող է ինտերնետը նստած լինի մարդ, որը ասի ես այդ ռուսներին չեմ սիրում։ Ման, բայց ախր այդ եվրոպացիները աշկիս լույսը չեն, արեք ճիշտ է խոսենք։ Ռուսներ վտանգավոր է։ Հա, ռուսը վտանգավոր է։ Արժի դրած ամենասիրած ձևակերպումն է։ Բայց ինչու լավ Չինաստանին է, ինչով է վատի, այսինքն
փափուկ ուժի կիրառում է նաև դիվերսիֆիկացված մոտեցում տարբեր մարդկանց տարբեր ձևի։ Որտեվ Հայաստանում մի 20%, 15% մարդ կա, եթե Կարեն Սարգսյանն հարցնեք ավելի կոնկրետ կասի, որպես սոցիոլոգ 15-20% մարդ կա, որոնք այդ ուղակի կացնային ռուսասիրությունը ազդում է վերեք։ Զուգահեռ երևի Ալիևի ագրեսիվ ռետորաբանությունը կմիացնեն համաձայնեցված։ Ես ավելին, ես կանխագուշակում եմ, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները նույնիսկ եւ ռետորաբանությունները դառնալու են ԿՊ-ի գլխավոր ընտրական խաղաթուղթը 26 թվականի ընտրություններում, որտեղ նախկիններ կան վատ է աշխատում, ցույց տվեցին տեղական ինքնակառավարման ընտրությունները, այսինքն մաշված գործիք է, ինչ Ռուսաստանից այդքան էլ չի վախենում հանրությունը։ Հա, ուրեմն բան է լինում, որ եթե մենք վատն ենք, օրինակ ասֆալտ տնցել 7 տարի, ուղղակիորեն նստած ամեն մի 5 շաբթի օրը ինքնախոստովանանքի օր է, չէ։ Մի անգամ ասաց, որ դպրոց կառուցել չգիտենք։ Ասենք բանը, զայրում գիտեն, իրենք չգիտեն։ Ասեց առաջի դասարանում ենք մնացել 7 տարում բան չսովորեցինք։ Հիմա ամեն անգամ ասում են, բայց այս բոլոր բացասական բաներով հանդերձ դուք ինչ ուզում եք Ալիևը մտնի Երևան, զորք ադրբեջանական։ Դա լինելու է իրենց համար մեկ զգուշացնում եմ, որովհետև քիչ ժամանակ է մնացել։